Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մեր YouTube-յան ալիքի եթերում մեկնարկում է հերթական խաղային շաբաթը, որտեղ առաջինը խաղադաշտ են դուրս գալիս AFL-ի երկրորդ դիվիզիոնի գավաթի շրջանակներում Watford-ը եւ Bayer Leverkusen-ը։ Անչափ հետաքրքիր հանդիպում է սպասվում մեզ առաջիկա 50 րոպեների ընթացքում, քանի որ սա ուղղակի մրցաշարային աղյուսակի տեսանկյունից որպես միավորների այդպիսի հանդիպում չէ, այլ այստեղ դիմակայության արդյունքում պարտվողը իհարկե կլքի գավաթի շրջանակներում ելույթները, այնպես որ երկու թիմերը այսօր խաղադաշտ են դուրս եկել միայն հաղթանակ տոնելու համար։ Թիմերը արդեն խաղադաշտում են։ Ես ծանոթացնեմ մեկնարկային կազմերը թիմերի եւ այսպես սկսենք Watford-ից։ Դարպասը պաշտպանում է Վիտյա Գրիգորյանը համար 1, Նաիրի Պետրոսյան համար 2, Համլետ Աթայան համար 3, Նանաև թիմի ավագն է, Կարեն Սիմոնյան համար 4, Նարեկ Եկտուբարյան համար 6, Գևորգ Արուշանյան համար 7, Հայկ Պողոսյան համար 8, Արշակ Բրուզյան համար 16, Արամ Եսայան համար 9, Գագիկ Սահակյան համար 10, Մենուա Գևորգյան համար 14, Արմեն Մանուկյան համար 21, Արմեն Հարությունյան համար 33 եւ Ուան Կինգսլեյ համար 55 կամ մրցավարի Սուլիչը եւ արդեն գնդակը Bayer Leverkusen-ի ֆուտբոլիստների մոտ է։ Ծանոթացնեմ նաեւ Bayer-ի մեկնարկային կազմը։ Դարպասը պաշտպանում է Թաթուլ Սևոյանը համար 1, Ալիկ Գյուրջյան համար 2, Հովհաննես Գուրգինյան համար 3, Աղասի Ավետիսյան համար 4, Նանաև թիմի ավագն է Bayer Leverkusen-ի, Արմեն Ազնավուրյան համար 5, Միրան Փափազյան համար 6, Արթուր Պետրոսյան համար 7, Ժորա Սարգսյան համար 9, Վարկես Գեբեշյան համար 21, Ալեն Հարոյան համար 22, Համլետ Ազնավուրյան համար 27 եւ Հարություն Օհանյան համար 33, այսպիսի մեծ հայտարարություն ունի այս հանդիպման համար Bayer-ը։ Տեսնենք հիմա ստանդարտ հնարավորություն ունեն Leverkusen-ի ֆուտբոլիստները, սա հիշեցնեմ, որ գավաթի շրջանակներում երկրորդ դիվիզիոնի 1/8 փուլի դիմակայության առաջին հանդիպումն է, որտեղ իհարկե անչափ հետաքրքիր պայքար է մեզ սպասվելու։ Աթայան այստեղ կարողանում է հեռացնել գնդակ ու գնդակը այստեղ բաժին է հասնում Bayer-ը դարպասապային Սևոյանն է։ Գնդակով խաղարկում է թիմի ավագ Ավետիսյանի հետ գնդակը։ Նորից Ավետիսյանն է ստանում գնդակը, կան տարբերակներ, Ավետիսյան փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ Պետրոսյանը փակեց փոխանցման ճանապարհը։ Արուշանյան, տեսնենք Watford-ի պատասխան գրողը ինչպես կստացվի, ուղարկեց գնդակը դեպի ձախ, որտեղ Սիմոնյանն է։ Եվ չկան տարբերակներ, այո, պետք է այդ ուղարկել գնդակը Գրիգորյան, խորքից փոխանցում ենք տեսնում, Պետրոսյան հաջող թողեց գնդակը այստեղ Սահակյանին, Պետրոսյանը գուցե Սահակյանն էլ փորձի եզրափակել այս գրով, եզրափակում է շատ գեղեցիկ հարվածով, բայց այստեղ դարպասաձողը օգնության է հասնում Bayer-ին հանդիպման առաջին վտանգավոր պահը տեսանք եւ այն ստեղծեց Գագիկ Սահակյանը, իսկապես շատ լավ հարված կատարեց մոտ տարածությունից Սահակյանը, միայն այստեղ հորիզոնական դարպասաձողը օգնության եկավ Bayer-ի ֆուտբոլիստերին։ Պողոսյանն է գնդակով շարժվում առաջ, թողեց այն Արուշանյանին, նորից Պողոսյան։ Տեսնենք Bayer-ը պետք է արդեն զգոնանա ավելի, Watford-ը ունեցավ մեկ հարվածի հնարավորություն եւ կարող էր բացել հանդիպման հաշիվը, առայժմ Bayer-ի ֆուտբոլիստները այդ վտանգը չեն ստեղծել մրցակցի դարպասի մոտ, եւս մեկ խորքից փոխանցում Սահակյան, գուցե հիմա ստացվի Սահակյանի մոտ, կա փոխանցում, բայց այստեղ Օհանյանը հասնում է հեռացնել գնդակը ու կտեսնենք առաջին անկյունային այս խաղում։ Սիմոնյանը կիրացնի անկյունայինը։
Կա բարձից փոխանցում մրցակցի տուգանային հրապարակ եւ այստեղ Ավետիսյանը նորից հեռացեց գնդակը եւս մեկ անկյունային արդեն հակառակ եսից կտեսնենք Իմայել Եսայանն է եկել անկյունային իրացնելու Փոխանցում, բայց այս գնդակը առաջինը հասավ Սևոյանը, չնայած չֆիքսեց այն, բայց ամեն ինչ կարգին ավարտվեց այս դրվագում Բայերի համար, հիմա խնում են Բայերի ֆուտբոլիստները, գնդակը վտանգավոր է, բայց այստեղ էլ առաջինն է հասնում գնդակին Գրիգորյանը ու հեռացնում այն, եզրից կնետի Բայերը Օնյան Բայց այստեղ չպատել, տեսնենք Կա մրցավարի սուրիչ, այո, գնդակը հանձնեց հանդիպան գլխավոր մրցավարը Արսեն Պետրոսյանը Բայերի ֆուտբոլիստերին ու հիմա Վոտֆորդը նորից գրո ձեռնարկել, տեսնենք, հարված են տեսնում, բայց երկրորդ անգամ արդեն ժպտում է բախտը Բայերին շատ նպաստավոր դիրքից հիմա էլ Եսայանն է վրիպում ստացվեց հարված այնպես ինչպես հարկն էր Եսայանի մոտ, իհարկե նա ձախ ոտքով է ավելի դիպուկ կարողանում գտնվել եւ այս անգամ հարվածեց աչով, այդ իսկ պատճառով կարծում եմ չստացվեց հարվածը, բայց միայնակ էր ուներ ժամանակ նույնիսկ հարմարեցնելու գնդակը իր ոտքին, բայց շտապեց այստեղ այսպես ասենք Եսայանը ու հիմա գնդակը Սևոյանի մոտ է Օանյան ուղարկեց դեպի ձախ Կուրգինյան Եվ Սահակյանն է փանգում փոխանցման ճանապարհը, եզից կնետեն Լևերկուզենի ֆուտբոլիստները Պետրոսյան պայեց գնդակը դաշտի սահմաններում Պետրոսյանը Ավետիսյան, բայց այստեղ հաջող խլում կատարեց Լևերկուզենի ավակը Սխալվում են նորից Բայերի ֆուտբոլիստները, բայց այստեղ տեսնենք ինչ է Կա փոխանցումը, բայց Ազնաուրյանն է փակում հիմա այդ փոխանցման ճանապարհը ու Բայերը կփորձի նետվել առաջ շատ թույլ ստացվեց այստեղ գրո ձեռնարկելուց Լևերկուզենի ֆուտբոլիստի կատարած փոխանցում ու գնդակը նորից Վոտֆորդի վերահսկողության տակ է Պետրոսյան Ինչը կատարվում Աղասի Ավետիսյանը խլեց այստեղ գնդակ ու նետվում են առաջ Լևերկուզենի ֆուտբոլիստները Ձախ եզրով կա փոխանցում հիմա էլ Աթայանն է փակում այստեղ փոխանցման ճանապարհը ու Սահակյանը հասցրեց այստեղ բայ գնդակը դաշտի սահմաններում Սա խաղի կանոնների խախտում էր Գեբեշյանի կողմից շատ կոպիտ դիմավորեց մրցակցին, բայց տեսնենք Սահակյանը իսկապես ծանր հարված ստացավ ոտքին, բայց կարծում եմ կշարունակի հանդիպումը թե այնուամենայնիվ փոխարինելու շատ բարդ է հիմա պատկերացնել նրա վիճակը ոչ այնուամենայնիվ լքեց խաղադաշտը Գագիկ Սահակյանը հույս ունենանք որ նա նորից կվերադառնա խաղադաշտ ու հիմա Վոտֆորդը կփորձի արդեն խնդիրը լուծել առանց հիմնական առաջատարներից մեկի Սահակյանի ճիշտ է ավելի բարդ կլինի այստեղ Վոտֆորդի խնդիրը մինչև Սահակյանի խաղադաշտ ետ վերադառնալը բայց այնուամենայնիվ կարծում եմ
Ոթվորդը փորձեր կձեռնարկի։ Հիմա ձախ եզով նորից նետվում են առաջ Բայերի ֆուտբոլիստները։ Գեբեշյան ուժեղ է ստացում այստեղ փոխանցումը ու հարված կլինի Ոթվորդի դարպասից արագ աղարկում են գնդակը Ոթվորդի ֆուտբոլիստները Պետրոսյան։ Խորքից փոխանցում դեպի Գևորգ Արուշանյանը, Արուշանյան փորձ է ստանել իր գնդակը, բայց այստեղ հաջող պաշտպանվեց Օհանյանը ու թույլ չտվեց, որպեսզի մրցակիցը շրջանցի իրեն։ Ազնավուրյան փոխանցումը փակված է, հիմա վտանգավոր է Էկտուբարյան, առաջին հպումը գնդակի ներվից հարված, բայց թույլ ստացվեց այստեղ Էկտուբարյանի կատարած հարվածը, նա խաղադաշտ դուրս եկավ Սահակյանի փոխարեն եւ այսպես հենց առաջին անգամ դիպչելով գնդակին այս խաղում հարվածեց մրցակցի դարպասը նորից նայե գնդակով Եսայան չկար այստեղ խաղի կանոնների խախտում Գեբեշյան նշարվում առաջ լավ արագություն զարգացեց բայց Պետրոսյան այստեղ խաղի կանոնների սահմաններում խլեց գնդակը մրցակցից Էկտուբարյան Սելի ֆուտբոլիստները շարունակում են հանդիպում այստեղ կար խաղի կանոնների խախտում իհարկե Ոթվորդի ֆուտբոլիստի նկատմամբ, բայց այս ընթացքում իհարկե դեղին քարտերով պատժվեցին ֆուտբոլիստները 3 դեղին քարտ ցույց տվեց հանդիպման գլխավոր մրցավարը, նախ պատժվեց Ոթվորդի կազմում դեղին քարտով Եսայանը, ապա զգուշացվեց նաև Բայեր Լևերկուզենի կազմում Կուրգինյանը եւ Գեբեշյանը ու հիմա արդեն հանդիպումը գնալով էլ ավելի լարված է դառնալու, քանի որ արդեն դեղին քարտերը զգուշացնում են ֆուտբոլիստերին հետագա խախտումների մասին։ Չկար այստեղ խախտում Արուշանյանի հետ պայքարում, չնայած նա կարծում եմ համաձայն չէ մրցավարի որոշման հետ, որը նա կայացրել է, բայց այնուամենայնիվ այո, պետք է գնդակը հանձնել մրցավարին ու արդեն նա գնդակը կորոշի ինչպես խաղարկել, հիմա նա նշանակել է տուգանային հարվածը, այո։ Գրոմը Ոթվորդը, բայց այստեղ ուժեղ ստացվեց փոխանցում ու արդեն հարված կլինի Բայերի դարպասից։ Ավետիսյան ուժեղ ստացվեց այստեղ Ավետիսյանի կատարած փոխանցում ու գնդակը Ոթվորդի ֆուտբոլիստների մոտ է Վիտյա Գրիգորյան Օրքից փոխանցում ենք տեսնում, բայց այնուամենայնիվ այստեղ գնդակը դաշտի սահմաններում Գևորգյանը Պետրոսյանը հասցրեց այստեղ փոխանցում կատարել ու հիմա արդեն աջ եզով կգրոհեն Բայերի ֆուտբոլիստները Գյուրջան հաջող գործեց, կատարում է փոխանցում դեպի աջ
Նորից Գյուրջան ու այստեղ դիպա բայո գնդակը Էկտուբարյանի ձեռքին։ Ու ստանդարտ հնարավորություն հիմա Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստների համար։ Գյուրջանն է տեղադրում գնդակը, հավանաբար հարված կհետևի այս տարածությունից, կա մրցավարի սուլիշը, Ալիկ Գյուրջան, հարված ենք տեսնում և այստեղ վերջին պայն միայն կարողացավ գնդակը հեռացնել Գրիգորյանը, անկյունային կիրացնեն Բայերի ֆուտբոլիստները։ Կա փոխանցում ու հեռացված է այստեղ Պետրոսյանի կողմից գնդակը, Էկտուբարյանն է փորձում հասնել գնդակին, բայց Գյուրջանը հնարամիտ գործեց, Ավետիսյան դեպի մրցակցի տուգանային կախեց գնդակ ու այստեղ Վիցյա Գրիգորյանների իադրության տեր է խորքից փոխանցում, ուժեղ է ստացվում, Գրիգորյանի փոխանցումը Սևոյանը սխալվեց, բայց այստեղ հասցրեց հեռացնել գնդակը Բայեր Լևերկուզենի ֆուտբոլիստը Համլետ Ազնաուրյանը ու նորից Բայերի դարպասն անառիկ մնաց։ Նայիրի Պետրոսյան Դեպի Աթայան ուղարկեց գնդակը, Պողոսյան Այո, այս խաղում առայժմ տպավորվել են Ոթֆորդի կատարած երկու հարվածները, նախ առաջին հարվածը ու ամենավտանգավոր այս խաղում և հարվածեց Սահակյանը ու միայն դարպասաձողը օգնության հասավ Բայերի ֆուտբոլիստերին, ապա Եսայանի վրիպումը շատ նպաստավոր դիրքից Բայերը առայժմ դեռ հարված մրցակցի դարպասին որպես այդպիսին չի կատարել Արուշանյան լավ փոխանցում է դեպի Էկտուբարյանը հարված ենք տեսնում ու Սևոյանը հեռացնում է այստեղ գնդակը ևս մեկ անկյունային կիրացնեն Ոթֆորդի ֆուտբոլիստները Մանուկյան կա փոխանցում ու նորից Սևոյանն է հեռացնում գնդակը Աթայան փորձեց հեռացնել հաջող չստացվեց բայց Պետրոսյանն է հիմա շարժվում առաջ պետք է հարված կատարել ու Աթայանը հասցնում է փակել հարվածի ճանապարհը Եզրային նետում կիրացնի Բայեր Լևերկուզեն իսկապես շատ վտանգավոր է թիմերի հակագրողները ստացվում Ավետիսյան ուղարկեց գնդակը Ազնաուրյանին ու կորցրին այստեղ Բայերի ֆուտբոլիստերը գնդակը Եվս մեկ եզրային նետում կտեսնենք Ներեց Պողոսյանը եսից, բայց Ազնաուրյանը կանգնեց գնդակի ճանապարհին, այո նորից գնդակով Ոթֆորդի ֆուտբոլիստերն են Արուշանյան տեսնում ենք փոխանցում դիպավ, այո կարծում եմ գնդակին Բայերի ֆուտբոլիստը ու կա անկյունային հարված Կա մրցավարի սուլիչը, կա փոխանցումը ու Ավետիսյանն է հեռացնում գնդակը Պետրոսյան շարժվում է առաջ, Պողոսյանն է այստեղ հասնում փակել մրցակցի առաջխաղացման ճանապարհը ու կար այստեղ խաղի կանոնների խախտում Արցակով թիմի ֆուտբոլիստի կողմից Արուշանյանն է գնդակի մոտ Կա փոխանցում դեպի մրցակցի տուգանային Էկտուբարյանը փորձեց մեկ կպումով հարված կատարել, բայց բարձր ընթացավ գնդակը
Այո, առաջի խաղակեսը մոտենում է ավարտին։ 5 րոպե մնացել մինչ առաջի կեսի ավարտը։ Աթայան։ Լավ, փոխանցում կատարեց այստեղ Աթայանը, տեսնենք այս գրո ու այստեղ միայն փրկվեց նորից Բայեր Լևերքուզեն, այո, կարող են անդրադարձը չարաբաստիկ լինել այստեղ։ Բայց Սևոյանը նորից տեղում էր։ Ավետիսյան ուղարկեց գնդակը Պետրոսյանի ուղղությամբ։ Բայց խլում են Ոթֆորդի ֆուտբոլիստները գնդակը Գևորգ Արուշանյանն է շարժվում առաջ։ Հերվից է հարված կատարում ու բարձր է ստացվում այստեղ Արուշանյանի կատարած հարվածը։ Օանյան կա փոխանցումը, բայց այստեղ Պետրոսյանը դիմավորեց գնդակը, Գևորգ Արուշանյան գուցե հիմա փորձի, բայց նորից Օանյանը փակում է գնդակի ճանապարհը ու հեռացված է գնդակը, բայց կար խաղի կանոնների խախտում Արուշանյանի կողմից։ Աղարկում են Լևերկուզենի ֆուտբոլիստները արագորեն գնդակը։ Եզրային նետում կտեսնենք այստեղ։ Կորցրին բարձ իրավիճակում Բայերը ֆուտբոլիստները գնդակը, Պետրոսյանը կնետի եզրից, Արուշանյան, նորից Պետրոսյան, Գևորգ Արուշանյան, թողեց նորից գնդակը Պետրոսյանին, նորից Արուշանյան, շատ լավ են համագործակցում այս երկու ֆուտբոլիստները այսօր ու անկյունային հարված է վաստակում Գևորգ Արուշանյանը Ոթֆորդի համար։ Մանուկյան կա փոխանցումը, բայց շատ հեռուն գնաց այստեղ գնդակը ու հարված կլինի Սևոյանի դարպասից։ Օանյան խորքից փոխանցում, Պապազյանը ավելացեց այստեղ, Ավետիսյան լավ նկատեց Պետրոսյանին, բայց ուժեղ կատարեց այստեղ փոխանցումը ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Աթայան թողեց գնդակը Նայիրի Պետրոսյանին։ Պապազյան, բայց այստեղ գնդակը ուղարկեց Ոթֆորդի ֆուտբոլիստերին Պապազյանը ու հետո ուղեց իր սխալը։ Պողոսյան փոխանցեց Աթայանի ուղղությամբ։ Աթայանն էլի երթի լավ նկատեց Էկտուբարյանին, բայց հաջող չկարողացավ կասեցնել Ոթֆորդի 6 համարը գնդակ ու գնդակը Բայեր Լևերկուզենի մոտ է Օանյան։ Ուղարկեց դեպի ձախ գնդակը։ Պապազյան։ Սխալվում են այստեղ պաշտպանություն Լևերկուզենի ֆուտբոլիստները, բայց այստեղ ուժեղ է ստացվում հիմա էլ Գևորգյանի կատարած փոխանցումը։ Հաջող խլեց Ազնավուրյան այստեղ մրցակցից գնդակ իսկ անձնուրացաբար խաղաց Պողոսյանը, Պետրոսյան շարժվում է առաջ Ոթֆորդը, Ոթֆորդի դարպասի ուղղությամբ ներողություն Բայերը, բայց այստեղ կորցրեցին գնդակը շատ արագորեն։ Նայիրի Պետրոսյան, Մանուկյան հեռու թողեց գնդակը, բայց կհասնի այս գնդակին Մանուկյանը։ Գևորգ Արուշանյան վտանգավոր գրո է Ոթֆորդը, բայց հեռացված է գնդակը Օանյանի կողմից ու սկսեն Բայերը ֆուտբոլիստները իրենց հերթական գրոհը։ Պետրոսյան մնաց գնդակով այստեղ Արտուր Պետրոսյանը ու այդ փոխանցում է կատարում դեպի Համլետ Ազնավուրյանը։ Սա
Սարգսյան, ուղարկեց Ազնավուրյանին, նորից Սարգսյանն է գնդակով։ Բարձից փոխանցում Պետրոսյանի ուղղությամբ ու հաջող ստացվեց այս փոխանցումը։ Պետրոսյանն ընդդեմ Աթայանի տեսնենք։ Կատարեց փոխանցում այստեղ Պետրոսյանը Գյուրջյան։ Դեպի Ազնավուրյան ուղարկեց գնդակը։ Շորա Սարգսյան դեպի Ավետիսյանը, բայց ուժեղ էր այս փոխանցումը։ Ու այո, այստեղ հնարամիտ գործեց Պողոսյանը, գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Գրիգորյան ուժեղ փոխանցում առաջ, բայց Սոհանյանը այստեղ միանգամից արձագանքեց գնդակին, նայեց Բայերը չօգտվեց այդ հնարավորությունից։ Նորից Գրիգորյանն է գնդակով ևս մեկ փոխանցում, Էկտուբարյան, բայց այստեղ հաջող չէր նրա կատարած փոխանցումը։ Գրում են Վոթվորդի ֆուտբոլիստները, Նայիրի Պետրոսյան, այստեղ քիչ էր մնում կորցրել գնդակը Պետրոսյանը, բայց մնաց գնդակով ու շատ հաջող Նայիրի Պետրոսյան, հիմա էլ խաղընկերն է փակում փոխանցման ճանապարհը Գևորգ Արուշանյան, վերջին գրող կարծում եմ առաջի խաղակեսի, արված եք տեսնում ու այստեղ հեռացված է գնդակը ու վերջ առաջի կեսն ավարտված է հենց այստեղ կարճ է դադար, որից հետո կշարունակենք։ Սիրելի ֆուտբոլասերներ, շարունակվում է Վոթվորդն ընդդեմ Բայե Լևերկուզենի հանդիպումը մեկնարկեց երկրորդ խաղակեսը, առաջի խաղակեսից հետո առայժմ անտիպան հաշիվը 0-0 է։ Ունեցան թիմերը շատ վտանգավոր պայել առաջին կեսում, բայց առայժմ դարպասապանների դարպասը անառիկ է։ Տեսնենք երկրորդ խաղակեսում ինչ կփորձեն անել թիմերը, իհարկե թիմերը շատ քաջ գիտակցում է, որ դիմակայությունում դեռ կա պատասխան հանդիպում։ Այդ իսկ պատճառով չեն գնում ավելորդ ռիսկերի, բայց այնպես էլ չէ, որ համաձայնեն այս արդյունքին, իհարկե եթե թիմերից որևէ մեկը արագ հասնի հաջողության, հանդիպումը պարզապես շատ դրամատիկ ավարտ կունենա։ Փորձ էին այստեղ Վոթվորդի ֆուտբոլիստները գնդակու։ Եզրային նետում կտեսնենք։ Գյուրջան հնարամիտ գործեց, բայց գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից ու այն Վոթվորդին է լինելու։ Պողոսյանն է նետում եզրից։ Նորից ստացավ գնդակը այստեղ Պողոսյանը։ Արուշանյան։ Այդ փոխանցում կատարեց դեպի Կինգսլեյը։ Պետրոսյան, նորից Կինգսլեյ։ Աղարկում են առայժմ պաշտպանությունում գնդակը Վոթվորդի ֆուտբոլիստները ու քիչ էր մնում սխալվեին այստեղ Վիձա Գրիգորյան։ Պապազյանն այստեղ հասնում, կատարում փոխանցում, բայց գնդակը խլեց այստեղ Էկտուբարյանը։ Եվս մեկ փոխանցում ենք տեսնում հեռուն գնաց գնդակը, չնայած չի ավարտվել Վոթվորդի գրով, Էկտուբարյանը հարվածը կա, բայց շեղությամբ ընթացավ այստեղ Էկտուբարյանի կատարած հարվածը։ Պապազյան։ Այդ փոխանցում դեպի Օհանյանը։ Ու գրոյի տեղափոխություն դեպի աջ Ազնավուրյան, ավարկեց այստեղ գնդակը Գյուրջանի հետ, Պապազյան, շատ վտանգավոր գրոյ ենք հիմա տեսնում Բայերի կատարմամբ, Ազնավուրյան, կա փոխանցումը, պետք է բացել հանդիպան հաշիվը, բայց այստեղ շատ թույլ է ստացվում Համլետ Ազնավուրյանի կատարած հարված ու հիմա Վոթվորդը նետվում առաջ։
Գևորգյան փոխանցում Օհանյանը նփագեց այստեղ Գևորգյանի կատարած փոխանցման ճանապարհը Ազնավուրյան նորից Աչեզով է Բայեր Լևերկուզենը գրում դեպի կենտրոն Փափազյանն է գնդակով կա փոխանցումը բայց կարծում եմ այստեղ ունի տարածությունը արժե Փափազյանը կարող է մոտենալ դարպասին ու հեռու տարածությունից փորձեր արված կատարել բայց այնուամենայնիվ ընտրեց այլ տարբերակ Գյուրջան Ուղարկում է դեպի ձախ գնդակը, հարված ենք տեսնում այստեղ, բայց թույլ է ստացվում Գեբեշյանի կատարած հարվածը Ազնավուրյան, շատ ակտիվ է մեկնարկել Բայերը երկրորդ խաղակեսը տեսնենք Գյուրջան Գուցե ինքը փորձի հեռու տարածությունից հարված կատարել, ոչ այնուամենայնիվ չհարվածեց ու այստեղ Քինգսլեյը խլում է մրցակցից գնդակը երեքում նետվել են առաջ ոտորդի ֆուտբոլիստները Արուշանյան նորից Քինգսլեյի ուղղությամբ հարված եք տեսնում ու Սևոյանն է հեռացնում կա փոխանցում ու անկյունային հարված հիմա էլ Օհանյանն է հասցնում հեռացնել գնդակը Իսկապես ինչպես առաջի խաղակեսի մեկնարկները այնպես էլ երկրորդ կեսում թիմերը շատ ակտիվ են մեկնարկել խաղակեսը ու տեսնենք այս կեսում թիմերից որ մեկը կփորձի առաջինը հաջողության հասնել բացել հանդիպան հաշիվը կա փոխանցում բայց Արուշանյանի հարվածը չստացվեց Սևոյանը հեռացեց ու հիմա շատ վտանգավոր է բայց Գրիգորյանը դուրս է գալիս դարպասից ու վստահորեն հեռացնում գնդակը ես իսկ նետեն Բայերի ֆուտբոլիստները Օհանյան Սխալ եզային նետում են, այո, հիմա Վոտֆորդը կնետի եզից, Արուշանյան Օղոսյան, ուղարկեց գնդակը Գևորգյանի ուղղությամբ Բարձից փոխացում եք Տուբանյան ուղարկեց գնդակը դեպի 11 մետրանոց նշակետի ուղղությամբ, բայց Օհանյանն է այստեղ ու հեռացեց գնդակը Քինգսլեյ Արկում է Պետրոսյանի հետ գնդակը, նորից Քինգսլեյն է գնդակով Շարժվում առաջ Կա ձախից տարբերակ, այո նկատեց Պողոսյանին Գրոյ տեղափոխություն դեպի աջ, բայց ուժեղ ստացվեց այստեղ փոխանցում ու Եզից կնետի Լևերկուզենը Փոփոխություն կտեսնենք հիմա թիմերի կազմում Եվ ահա այնուամենայնիվ օգնություն ստանալուց հետո Սահակյանը վերադարձավ խաղադաշտ ու հիմա արդեն կփորձի էլ ավելի ակտիվացնել թիմի խաղը Հիշում եք այո առաջի խաղակեսում նա ստացավ ոտքին հարված շատ ծանր հարված է բայց հիմա արդեն նրա հետ ամեն ինչ կարգին է ու նա խաղադաշտում է Փափազյան Ուղարկեց Ավետիսյանին, հաջող շրջվեց Ավետիսյանը ու այստեղ չկար ոչինչ Նրա հետ պայքարում խաղի կանոնների խախտում չկար Խլում են նորից Բայերի ֆուտբոլիստները գնդակը մրցակցից Փափազյան Աչից կա Պետրոսյանի տարբերակը նկատեց, բայց Սահակյանը փակեց փոխանցման ճանապարհը ու ինքն շարժվում է առաջ Սահակյան դեպի Արուշանյան ուղարկեց գնդակն Նորից Սահակյան Գուցե փորձի հեռվից Սահակյանը Առաջում չհարվածեց Գևորգ Արուշանյան Դեպի աջ է ուղարկում Արուշանյանը գնդակ իսկ այստեղ Սիմոնյանի փոխանցումը չանցավ վտանգավոր է բայց հեռացված է գնդակը Քինգսլեյ Ուղարկեց դեպի աջ գնդակը Հարությունյան
բայց կորցրին Watford-ի ֆուտբոլիստները գնդակը։ Փափազյան դեպին Գեբեշյանը ուղարկեց գնդակ, իսկ Գեբեշյանի այս փոխանցումը շեղությամբ ընթացավ։ Ու կարայո այստեղ կանոնների խախտում։ Աղասի Ավետիսյանն է տեղադրում գնդակը թիմի ավակը Լևերկուզենի ու տեսնենք այս ստանդարտը ինչի կփորձի վերածել Բայերը կամ մրցավարի սուլիչը Ավետիսյան, բայց հագվեց այստեղ Ավետիսյանի փոխանցման ճանապարհը Մենուակ Գևորգյանի կողմից, բայց ես իսկ կնետի նորից Ավետիսյանը Պետրոսյան ստացավ գնդակը կա փոխանցումը, բայց Սիմոնյանը հեռացնում է գնդակը Սևոյան ուղարկեց Ավետիսյանի ուղղությամբ գնդակը վտանգավոր է Պետրոսյան շահեց այստեղ դիրքը, բայց Գրիգորյանը հեռացեց գնդակը Եզրային նետում նորից կտեսնենք Լևերկուզենի ֆուտբոլիստների կատարմամբ Պետրոսյան բայց Սահակյան այստեղ հաջող խլեց գնդակը մրցակցից Արուշանյանն է արագություն զարգացնում աչից նկատեց Հարությունյանին վտանգավոր է բայց Օհանյանը փակեց այստեղ նորից փոխանցման ճանապարհը անկյունային հարված կիրասի Watford-ը Կա փոխանցում, բայց Ավետիսյանը առաջինն է արձագանքում գնդակի Սահակյան ուղարկեց դեպի դարպասապա Գրիգորյանը գնդակը Արուշանյան թողեց Սիմոնյանին լավ փոխանցում դեպի Եսայանը ստացվեց Արուշանյան նկատեց աչ եզից Կինգսլեին, բայց դուրս էր եկել գնդակը դաշտի սահմաններից, այո Եզրային նետումը լինելու է Բայերինը, Օհանյան առաջ ուղարկեց գնդակը, բայց այստեղ Կինգսլեյը առաջինը արձագանքեց ու շատ լավ փոխանցում ստացվեց Արուշանյանի ուղղությամբ Գևորգ Արուշանյան մնաց գնդակով Սիմոնյան գուցե դա փորձի հարվածել, բայց այստեղ չափազանց գեղեցիկ պաշտպանվեց Աղասի Ավետիսյանը Սիմոնյան լավ փոխանցում էր Արուշանյանի ուղղությամբ չի ավարտվել Watford-ի գրողը Եսայան բայց կար խաղի կանոնների խախտում մինչ այդ Արուշանյանի դեմ պայքարում ու ստանդարտ Սահակյանն է գնդակի մոտ Տեսնենք իսկապես հարմար է դիրքը Սահակյանին, բայց կա մրցավարի սուլիչը փոխանցում դեպի Տուգանային հրապարակ հետևեց հեռացված է գնդակը Սիմոնյանը հերվից հարված արադարձ, բայց Օհանյանը կանգնեց նորից գնդակի ճանապարհին ու հիմա Լևերկուզենն է նետվում առաջ ձախ եզրով Կուրգինյան
Հլեցին Watford-ի ֆուտբոլիստները գնդակը Եսայան, բայց այստեղ Ազնաուրյանը հագեց մրցակցի առաջ խաղացման ճանապարհը Աղասի Ավետիսյան Վանյանն ուղարկեց գնդակը Ազնաուրյան Տեսնում ենք փոխանցում, բայց Սահակյանը այստեղ Համենայն դեպս փորձեց հեռացնել Ավետիսյանի հարվածը շեղությամբ ընթացավ Կինգսլեյ Դեպի առաջ ուղարկեց գնդակը, այո, ռիսկը չափազանց մեծ էր այդտեղ փոխանցում չկատարելու դեպքում Արտուր Պետրոսյան Շարժում է առաջ Պետրոսյանը գնդակով, թողեց այն Ավետիսյանին Փափազյան դեպի Ազնաուրյանը, բայց այլ ուղղությամբ ընթացավ այստեղ Ազնաուրյանի փոխանցումը Գևորգ Արուշանյանն է գնդակով Շարժվում է առաջ Արուշանյանը Կա փոխանցումը, բայց Հատվեց այն Բայերի ֆուտբոլիստերի կողմից Սահակյան Խորքից փոխանցում ենք տեսնում Արուշանյանը այստեղ կհասնի իհարկե այս գնդակին Դեպի Եսայանն է ուղարկում գնդակը ձախից կա տարբերակ Հարված ենք տեսնում, բայց այստեղ շատ շեղությամբ ընթացավ Սիմոնյանի կատարած հարվածում Բայերին դելնելու գնդակը Փորձին Լևերկուզենի ֆուտբոլիստները գնդակով ես իսկ նետի Watford-ը Սահակյան ուղարկեց գնդակը Կինգսլեյին Գրիգորյան Շատ հաջող նկատեց փոխանցում կատարեց այստեղ Սահակյանի ուղղությամբ Գևորգ Արուշանյան Աչից կա Արությունյանի տարբերակը կատարեց փոխանցում Արությունյանն է շարժվում առաջ բայց այստեղ շատ լավ պաշտպանվեց Հովանես Կուրգինյանը Պետրոսյանը այստեղ կար խաղի կանոնների խախտում նրա դեմ պայքարում ու դեղին կարտ այո Կինգսլեյն միտումնավոր խաղի կանոնները խախտելու համար Ավետիսյանն է գնդակի մոտ տեսնենք Ավետիսյան Ցածից փոխանցում հետևեց հեռացված է գնդակի իսկ այս փոխանցումը պարզապես բարձր է ընթանում Արուշանյան կասեցեց գնդակը այստեղ Գևորգ Արուշանյանը Եզրային նետում կլինի Կա փոխանցումը, բայց Աղասի Ավետիսյանը նորից առաջինն է հասնում գնդակին Գործերին այստեղ Բայերի ֆուտբոլիստները գնդակը, բայց Ավետիսյանը նորից է հեռացնում գնդակը Կինգսլեյ դեպի մրցակցի Տուգանային հրապարակ փոխանցում Սևոյանը հեռացնում է գնդակը ու անկյունային հարված կտեսնենք Այո, հանդիպման ավարտը չափազանց լարված է ստացվում Եսայանն է գնդակի մոտ
փոխանցում ու հեռացված է գնդակը Սահակյան Հերվից հարված ենք տեսնում ու եւս մեկ անկյունային ոչ չէ դիպել գնդակը ոչ ոքի Օանյան Խաղարկի գնդակը Որցրին բայերի ֆուտբոլիստերը գնդակը այստեղ Եվոր Կարուչանյան Թողեց գնդակը Սիմոնյանի խորքից փոխանցում ենք տեսնում եւ հաջող փոխանցում ստացվեց այստեղ Գրում է աչեզով Վոտֆորդը բայց Արիսյանի կատարած փոխանցումը այլ ուղղությամբ ընթացավ Ազնաուրյան Ուղարկեց Աղասի Ավետիսյանին գնդակը Պետրոսյան վտանգավոր է, աչից կա տարբերակ նկատեց այստեղ Գյուրջանի Պետրոսյանը, Գյուրջանի փոխանցումը թույլ ստացվեց ու Սահակյանն է ուղարկում գնդակը Եսայանին, եզրային նետում Կիրասի Վոտֆորդը Արուշանյան այդ փոխանցում կատարեց, բայց Սահակյանը այստեղ խախտեց խաղի կանոնները Ավետիսյան ու խլեց Սահակյան այստեղ մրցակցից գնդակը, բայց արագորեն նորից կորցնում են Վոտֆորդի ֆուտբոլիստները Պետրոսյան պետք է բացել հանդիպանաշիվը, հարված եք տեսնում ու բարձր է ընթանում Պետրոսյանի երկրորդ կատարած հարված, իսկ առաջին հարվածի դեպքում փայլեց այստեղ Վիցյա Գրիգորյանը Դեպի Արուշանյանը շատ հաջող փոխանցում ստացվեց Գևոր Կարուշանյան, տեսնենք ինչ կմտածի այստեղ Արուշանյանը ուղարկեց գնդակը Սահակյանի ուղղությամբ, բայց Բուրգինյանը հաջող գործեց ու հիմա եզրային նետում Վոտֆորդինն է լինելու Եսայան, ուժեղ փոխանցում դեպի մրցակցի Դուգանային, բայց Արուշանյանի գլխով կատարած հարվածը հաջող չստացվեց Գյուրջան Աղասի Ավետիսյան ու Կինգսեյը կանգնեց գնդակի ճանապարհին, չնայած գնդակը մնաց նորից բայերի ֆուտբոլիստների մոտ, հիմա արդեն կորցնում են գնդակը Ինքսլեյ դեպի աչ է ուղարկում գնդակը Նայիրի Պետրոսյան Սահակյանին հասցեագրեց գնդակը Եսայան Երկրորդ տեմպով սկսի Վոտֆորդի գրոհը ու եզրային նետումը Լևերկուզենինն է Օանյան Խորքից փոխանցում ենք տեսնում, բայց ուժեղ ստացվեց այստեղ Օանյանի կատարած փոխանցումը Կինգսլեյ շարժվում է առաջ գնդակով Արուշանյանն ուղարկեց գնդակը Նայիրի Պետրոսյան
Նորից Արուշանյան Բայց այստեղ Անձնավորյանը հաջող է պաշտպանվում Շնայած փոխանցումը չստացվեց Սահակյանը երևից հարվածի փորձ Գուրգինյանը կանգնեց գնդակի ճանապարհին Եվս մեկ հարված կտեսնենք ոչ ու նորից Գուրգինյանն է հեռացնում գնդակ ու ստացվեց չափազանց լավ փոխանցում Գյուրջյանի ուղղությամբ Գյուրջյան կա փոխանցումը բայց այստեղ վերցրեց դարպասապահ գնդակը Սահակյան Կա փոխանցումը ու փակված է Սահակյանի փոխանցման ճանապարհը Սահակյան, հիմա բարձից փոխանցում դեպի Էկտուբարյան ու անկյունային հարված կտեսնենք Խաղարկում է Ոթֆորդի ֆուտբոլիստները գնդակը Էկտուբարյան ու շեղությամբ ընթացավ այստեղ գնդակը Սահակյան մնաց գնդակով Գագիկ Սահակյանը ու կարայով կար խաղի կանոնների խախտում Սահակյանն է գնդակի մոտ տեսնենք այս Կարևոր ստանդարտ ինչպես կիրաստի Ոթֆորդը Կա մրցավարի սուրիչը Սահակյան Կախեց գնդակը մրցակցի տուգանային հրապարակ բայց այն հեռացված է Եվոր Կարուշանյան Դեպի Սահակյանը հաջող փոխանցում ստացվեց Գագիկ Սահակյան անցավ մեկ ֆուտբոլիստի հարվածում Ոթֆորդը հանդիպան վերջում բացում է հանդիպան հաշիվը 1-0 Այո, իսկապես կորզեցին Ոթֆորդի ֆուտբոլիստները, հասան հաջողության և էլով, եթե ոչ Գագիկ Սահակյան, այո, փոխարինման դուրս գալուց հետո կարողացավ արդյունավետ գտնվել, իսկ Արուշանյանի կատարած փոխանցման մասին պարզապես խոսքեր չկային, չնայած Սահակյանը ինքնիր ոճով շրջանցեց մեկ ֆուտբոլիստի ու կարողացավ մոտ տարածությունից բացել հանդիպման հաշիվը Պետք է հիմա արդեն Ոթֆորդի ֆուտբոլիստները մտածեն առավելությունը պահելու մասին, քանի որ 1 րոպե մնացել ընդամենը հանդիպման ավարտին։ Գյուրջյան Ինչ է կատարվում այստեղ և Սահակյանը հեռացեց այն պարզապես առաջ Ազնաուրյան Վերջին գրող կարծում եմ Կիրաստի Լևերկուզենը եթե թույլ տա հանդիպան գլխավոր մրցավարը Փորքից փոխանցում առաջ, բայց հեռացված է գնդակը Եվս մեկ փոխանցում Պետրոսյան ու հեռու թողեց այստեղ Պետրոսյանը գնդակը բայց հասավ ու այն պահեց դաշտի սահմաններում Ինքնին է հեռացնում Օանյան նետվել է առաջ ողջ կազմով Լևերկուզենը Սահակյան ու սա խաղի կանոնների խախտում էր և վերջին ստանդարտ այս հանդիպման Տեսնենք կարողանան գուցե ստանդարտը փոխօգնության հասնի Բայերի ֆուտբոլիստերին Ալիկ Գյուրջյանն է գնդակի մոտ
Տեսնենք, կա մրցավար Իսուլիշը Գյուրջյան։ Դիպավ գնդակը պատիվ ու նույնիսկ թույլ չի տալիս մրցավարը խաղարկել անկյունայինը 1-0 Ոթֆորդը Սահակյանի գոլի շնորհիվ գործում է դիմակայությունում առաջին հաղթանակը, իսկ խաղային օրը մեզ մոտ շարունակվում է այս հանդիպման համար նախատեսել ենք այսքանը կարճ դադար, որից հետո կշարունակենք